Ամալ Քլունին սկսում է իր հաջորդ մեծ գործը մարդու իրավունքների վերաբերյալ։ Ամալ Քլունին ներկայացնում է Հայաստանը մարդու իրավունքների դատարանում։ Ամալ Քլունիի վերջին գործը, ինչու Թուրքիան չի խոսի հայոց ցեղասպանության մասին։ Հունվարի 28-ին միջազգային մամուլը հեղեղված էր Ամալ Քլունի եւ հայոց ցեղասպանություն բառերով։ Yahoo որոնողական համակարգում այդ օրը ամենաշատ փնտրված 10 թեմաներից մեկը հենց հայոց ցեղասպանությունն էր։ Թուրքիան փորձեց ժխտել, բայց ամբողջ աշխարհը խոսեց այդ մասին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հունվարյան վերջին լսումը մեկնարկեց հայկական եռագույնով եւ թուրքական մահիկով։ Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի գործը Եվրոպական դատարանի մեծ պալատում է։ Մինչև զանգը կհնչի ու դատավորները ներս կգան, պետք է արագ տեղ գտնել։ Դահլիճից գործին հետևել ցանկացողները շատ են, տեղերը սահմանափակ։ Ուղիղ կես ժամից կմեկնարկի Դողու Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի դատավարությունը։ Հիմնական աթոռները դեռ զբաղեցված չեն։ Հստակ է մի բան, դատավորներից աջ տեղ կզբաղեցնի հայցվոր կողմը, իդեմս Դողու Փերինչեկի ձախ կողմում կնստեն Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչները, իսկ մեջ տեղում աթոռները նախատեսված են դատավարության երրորդ կողմի ներկայացուցիչների համար Հայաստանի եւ Թուրքիայի։ Թուրք ազգայնական աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեկն ուղիղ 10 տարի առաջ Շվեյցարիայում հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ անվանեց, ինչի համար եւ դատապարտվեց շվեյցարական օրենսդրությամբ։ 1 տարի առաջ մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդարացրեց նրան։ Շվեյցարական դատավճիռը որակվեց ոչ համարժեք, հայոց ցեղասպանությունը վիճելի փաստ։ Ահա թե որն էր գլխավոր պատճառը, որ Հայաստանը ներգրավվեց այս գործում որպես երրորդ կողմ։ Նման հեղինակություն ունեցող կառույցի որևէ ակտում չի կարող լինել առաջին հերթին որևէ փաստարկ, որևէ նախադասություն, որևէ դրույթ, որը կարող է որևէ կերպ կամ կասկածի տակ դնել, կամ առնվազն այլ անձանց համար անբարեխիղճ մեկնաբանության տեղիք տալ եւ հնարավորություն տալ ցեղասպանությունը որևէ կերպ կասկածի տակ դնելու համար։ Մինչև դատարան մտնելը Հայաստանի փաստաբանական թիմը եւս մեկ անգամ մտքերն մի բերեց նախորեին։ Ցեղասպանության եւ հոլոկոստի համեմատության մասին։ Այդ ձևակերպումները առաջին հերթին մեզ համար անընդունելի են։ Քննարկման ամենաթեժ պահին հյուրանոց է մտնում Ջեֆրի Ռոբերտսոնը, Լոնդոնի Դաթի Սթրիթ փաստաբանական պալատի հիմնադիր համանախագահն ու թագավորական փաստաբանը։ Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի գործով Հայաստանի փաստաբանական խմբում է։ Այդ ցնդած թուրքերը չեն աղտիդատը, մենք գնում ենք Եվրադատարանի թույլ տված սխալն ուղղելու։ Հայկական թիմից Եվրադատարանի սխալն ուղղելու վերջին երրորդ ելույթը Ամալ Քլունիինն է։ Հատկապես նա Լոնդոնի փաստաբանական պալատի անդամ Տիկին Քլունին ամենասպասվածն է Ստրասբուրգում։ Մինչև կժամանի նրան արդեն բացիկներ են ուղարկում։ Տիկին Քլունիի մուտքը հյուրանոց տեսախցիկներն այդպես էլ չորսացին։ Հաջորդ առավոտ դատարանի դահլիճում կազմ պատրաստ նրան էին սպասում, բայց առաջին լուսանկարները Դողու Փերինչեկինն էին։ Դատավարության կողմերից առաջինը նա ներս եկավ։ Ժպիտը դեմքին շարունակեց ժխտել հայոց ցեղասպանությունը։ Դուք իսկապես հավատում եք, որ ցեղասպանություն չի եղել։ Այո, դա է իրականությունը, կոտորած էր։ Տեսա եւ ֆոտոխցիկները միանգամից ուղղություն են վերցնում դեպի Հայաստանի փաստաբանական թիմը։ Տիկին Քլունին է Գևորգ Կոստանյանի եւ Ջեֆրի Ռոբերտսոնի ուղեկցությամբ։ Փաստաբանական համազգեստ եւ ոչինչ ավելին հատուկ է արված։ Կարևորն ասելիքն է։ Միայն փոքրիկ շտրիխ, հայկական թիմն անմոռուկներով է։ Դատավարությունը նախագահում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը Դին Շպիլմանը։ Դիմող եւ պատասխանող կողմերը ելույթի համար 30 րոպե ունեն, ոչ մի վայրկյան ավելի։ Դողու Փերինչեկը սկսում է Ջորդանո Բրունոյից շեշտը դնում ազատ արտահայտման իրավունքի վրա։ Դուք կարող եք համաձայնել կամ չհամաձայնել մեր տեսակետների հետ, բայց եվրոպական դատարանի պարտավորությունը մեր ազատությունը պաշտպանելն է։ Պատասխանող կողմը Շվեյցարիան մնում է իր տեսակետին։ Փերինչեկը հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ անվանեց ամենևին էլ ոչ գիտական ու պատմական բանավեճին նպաստելու համար։ Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տարրեր, թե որն էր պարոն Փերինչեկի նպատակը, երբ ասաց դա։ Շվեյցարական արդարադատությունը հաշվի էր առել այդ ամենը։
50-ից ավելի լրատվամիջոցներ դատավարությանը հետևում են հենց դատարանի շենքում, ովքեր դահլիճում տեղ չգտան, էկրանից են հետևում։ Հայաստանի փաստաբանական թիմից առաջինն ամբիոնին է մոտենում Գևորգ Կոստանյանը։ The Armenian nation survived and overcame. Հայ ժողովուրդը փրկվեց եւ հաղթահարեց, բայց հայ ժողովուրդը չէր էլ սպասում, որ 100-ամյակի նախաշեմին կհայտնվի այս դատարանում, փորձելով սեփական պատմությունը պաշտպանել կույր ժխտողականությունից։ Ցեղասպանությունը ժխտող անուղղելի հանցագործ Փերինչեքին բնորոշելիս Ջեֆրի Ռոբերտսոնը չվարանեց։ Նրա թուրքերեն խոսքերը նպատակ ունեին ոգևորելու Թուրքիայում իր աջակիցներին եւ ուղղված էին ընդդեմ հայերի՝ ի պաշտպանություն իր հերոս Թալիաթ Փաշայի, Օսմանյան Հիտլերի։ Դատարանն Ամալքլունիին նախատեսվածից երկար լսեց, նա չխնայեց եւ ոչ մեկին, առանց երկմտելու հայտարարեց Եվրադատարանի ամենամեծ սխալը հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն կասկածի տակ դնելն էր։ Ես պնդում եմ, որ ցեղասպանության վերաբերյալ գնահատականը առաջին անհրաժեշտ չէր այս գործում, երկրորդ դա արվել է առանց պատշաճ փաստահավաք գործընթացի եւ երրորդը ամենակարևորը սխալ է։ 1.5 ժամից ավելի 17 դատավորները լսեցին կողմերին, Փերինչեքն օգտվեց նաև լրացուցիչ ժամանակից, միայն թե նախագահողը ստիպված էր ընդհատել նրան։ Պարոն Փերինչեք, առավոտյան ձեզ 5 րոպե տրամադրել էինք հայտարարության համար, ամփոփեք ձեր խոսքը եւ թույլ տվեք, որ ներկայացուցիչները պատասխանեն հարցերին։ Ժամանակը սպառվեց, դատն ավարտվեց, Վերինատյանը լսեց բոլոր կողմերին, ամեն հնչած բառը ծանր ու թեթև կանի փակ դռների հետևում։ Իսկապես իրավունքը մեր կողմն է եւ շատ լավ վաճառականեցինք եւ շատ լավ կոորդինացիա ունենք բոլոր կողմերու միջեւ։ Ես հանգիստ եմ, մենք հանգիստ ենք։ Հայությունն է, որ այսօր հարցագողական թիրքի մեջ է գտնվում։ Դատավարությունից հետո Ամալքլունին արագ հեռացավ դատարանի դահլիճից։ Ամուսնու եւ իր անձնական կյանքի մասին հարցերը շատ են, իսկ Ստրասբուրգում նա միայն փաստաբան է։ Դատարանի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում, չօգտագործելով իր տրամադրության տակ եղած փաստահավաք գործիքները։ Այսօրվա լսումները նրա համար էին, որպեսզի բացատրեինք, որ դատարանը սխալվել էր, կասկածի տակ դնելով հայոց ցեղասպանությունը։ Եվրադատարանի որոշումը կհնչի ամիսներ հետո, մինչև այդ միջազգային մամուլը կշարունակի խոսել հայոց ցեղասպանության մասին, թեկուզ համեմված Ամալքլունիի հմայքով։ Նելի Հարությունյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական, Ստրասբուրգ, Ֆրանսիա։